Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի մեծամոր խոշորացված համայնքի այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին հայտնել է ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միասնական պայքար մղելու խնդիր կա, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Սարգսյանը նշել է. «Ես հայտարարել եմ, որ վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու։ Երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդում մեր գործողությունները», ասել է երրորդ նախագահը։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ դատական ֆարսը։ Տեղի է ունեցել դատավարության եզրափակիչ փուլի մի մասը։ Միայն տեքստում, որը ներկայացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չկան նրանց ելույթները, այլ միայն փաստաբանների խոսքերն են, որոնք ձևականորեն խնդրել են արդարացում։ Այնուհետև ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը հանդես են եկել վերջին խոսքով Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել։ Նիստը ընդմիջվել է, այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին։ Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15,000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ՀԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը, նշել է Պապոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին միակ ուկրաինացի ներկայացուցիչն է, որին դուր չի գալիս Վաշինգտոնի կողմից առաջարկվող ճգնաժամի կարգավորման նախագիծը։ Ես կարծում եի, որ մենք շատ մոտ ենք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում եի, որ մենք շատ մոտ ենք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում բացառությամբ նախագահ Զելենսկուն նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագիրը, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի նախագիծը բաղկացած է 4 կամ 5 մասից։ Դա բավականին բարդ է, քանի որ պետք է տարածքը բաժանել որոշակի ձևով։ Դա հեշտ չէ, հայտարարել է ամերիկացի առաջնորդը, նշելով, որ Ուկրաինայում կարգավորման հասնելը 1000 անգամ ավելի դժվար է, քան անշարժ գույքի գործարք կնքելը։ Հաջորդ շաբաթ Իրանում կկայանա 6 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի եւ Պակիստանի ներկայացուցիչների հանդիպում, որտեղ կողմերը կքննարկեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակա նշանակություն է տալիս հարևան երկրներում անվտանգությանն ու կայունությանը եւ այս առումով կգործադրի բոլոր ջանքերը տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը նվազեցնելու եւ նրանց միջև փոխըմբռնումը ամրապնդելու համար։ Նրա խոսքերը մեջբերվել են գերատեսչության Telegram ալիքով։ Բաղայի խոսքով այս հանդիպումը տեղի կունենա Թեհրանում հաջորդ շաբաթ Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի, Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ եւ շարունակի իրականացնել իր հրթիռային ծրագիրը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը կրկնել է այն տեսությունը, որ Մերձավոր Արևելքի կարգավորումը չէր լինի, եթե ԱՄՆ զինված ուժերը չհարձակվեին Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Թրամփի խոսքով Իրանը կարող է փորձել շարունակել իր միջուկային ծրագիրը։ Նրանց երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, բայց եթե նրանք ցանկանան վերականգնվել առանց մեծ հետգործարքի, մենք այն նույնպես կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները, պնդել է ԱՄՆ նախագահը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է նոր ռազմական հետախուզության ծառայությունների ստեղծման մասին ի պատասխան աճող թշնամական սպառնալիքների։ Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն նոր հետախուզական ծառայությունը առաջին անգամ միավորում է Պաշտպանության նախարարության բոլոր հետախուզական ստորաբաժանումներն ու կազմակերպությունները մեկ միասնական կառույցի մեջ, ներառյալ ռազմածովային ուժերի, ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, ինչը կարագացնի զինված ուժերում տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը եւ փոխանակումը։ Միաժամանակ հայտարարվեց Պաշտպանության նախարարության
պաշտպանության նոր պաշտպանության հակահետախուզական ստորաբաժանման ստեղծման մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ անցած տարվա ընթացքում պաշտպանության նախարարության դեմ թշնամական հետախուզական գործունեությունն աճել է ավելի քան 50%-ով։ Ինչպես նշել է պետքարտուղար Ջոն Հիլին, նոր կառույցները հետախուզությունը կդարձնեն ավելի արդյունավետ, Մեծ Բրիտանիան դնելով ռազմական նորարարությունների առաջատար դիրքում։ Հետախուզական գործակալությունները ստեղծվել են հունիսի 2-ի ռազմավարական պաշտպանության վերանայման առաջարկություններին համապատասխան։ Ռազմական հետախուզական ծառայությունները միավորում են ռազմածովային ուժերի, ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի, թագավորական տիեզերական հրամանատարության եւ մշտական Միացյալ շտաբի հետախուզական ստորաբաժանումները, ապահովելով, որ դրանք գործեն որպես միասնական համակարգ, հավելել է Հիլի։ Դիվանագիտական թաքուն ակնարկների դարն այլևս ավարտվել է։ Եվրոպացի գործընկերները առաջին անգամ բաց տեքստով հնչեցնում են իրենց այսպես ասած բարեկամության գինը։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմանը հակառուսական պատժամիջոցների միանալն է։ Այնինչ տարիներ շարունակ փաթեթավորվում էր որպես արժեհամակարգային մոտեցումների ու ժողովրդավարական ընտրության լեզվով, այսօր հնչում է բաց ու անկեղծ տեքստով։ Այս ուղերձը ԵՄ Հայաստան հարաբերությունների նոր ռազմավարության հրապարակման փուլում այսպես ասած մերկացնում է եվրոպական ինտեգրման իրական տրամաբանությունը։ Գեղեցիկ ձևակերպումները ժողովրդավարության արժեքների եւ անվտանգության մասին մնացին երկրորդ պլանում, երբ Բրյուսելը առաջին անգամ բացեց իր քաղաքական իրական հաշվարկները։ Արևմուտքը առաջարկում է ոչ այնքան գործընկերություն, որքան աշխարհաքաղաքական պայմանագիր, որի մեջ Հայաստանը դիտարկվում է որպես գործիք մեծ հակամարտության մանրապատկերում։ Սակայն խնդրի էությունը շատ ավելի խորն է։ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին գրանցելով աննախադեպ աճ, ամրապնդել է իր դիրքերը հենց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի, ինչպես նաև դեպի եվրասիական շուկա հասանելիության, ներդրումային հոսքերի ու գործարար միջավայրի ակտիվության շնորհիվ։ Եվ հիմա փաստացի Երևանին առաջարկվում է սեփական ձեռքբերումները փոխանակել քաղաքական հավանության թղթի հետ։ Փաստացի պահանջվում է հրաժարվել այն համակարգից, որը հաստատում է երկրի բյուջեն եւ քաղաքացիների գրպանը, հանուն հեռանկարների, որոնք դեռևս թղթի վրա են։ Պատժամիջոցների կիրառումը ըստ ամենայնի կնշանակի արտահանման անկում, ներդրումային ծրագրերի սառեցում, բիզնես միջավայրի անորոշություն իր հետևանքներով, որոնք առաջին հերթին զգալու են շարքային քաղաքացիները։ Եվ հիմա, երբ երկու հակադիր մոդելներն ամբողջությամբ բացվել են, տարբերությունը դարձել է առավել քան տեսանելի։ Մինչ Ռուսաստանը խոսում է զարգացման, արդյունքների եւ եկամուտների մասին, Եվրոպան պահանջում է զոհաբերել այդ ամենը, միանալով ուրիշների հակամարտությանը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադառնալով այս հայտարարություններին նշում է. Եվրամիության բյուրոկրատիայից այլ բան պետք չի սպասել։ Նախ Հայաստանը Եվրամիության անդամագրվելու դիմում չի ներկայացրել։ Եվ ես չգիտեմ ընդհանրապես երբևէ նման դիմում կներկայացվի, թե չէ։ Որովհետև օրենքի ընդունումով Եվրամիության անդամ չեն դառնում։ Հստակ ընթացակարգ գոյություն ունի։ Այդ ընթացակարգը ենթադրում է, որ գործադիր իշխանությունը դիմում է ներկայացնում Եվրամիությանը, եւ եթե Եվրամիությունը դրական արձագանք է տալիս, սկսվում է անդամակցության շուրջ գործընթաց։ Դա բանակցություններ են, կարող են շատ երկար տևել։ Օրինակ Թուրքիան արդեն մի 30 տարի, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհին հաջողություններ չունի։ Սա մեկ, երկրորդը Եվրամիության այսօրվա բյուրոկրատիայից այլ բան հնարավոր չի սպասել։ Բրյուսելի բյուրոկրատիայի ճակերտավոր կենսունակության միակ մոտիվը հակառուսականությունն է։ Այլ բան ես այդ կալասներից եւ այլ պաշտոնյաներից Եվրամիության չեմ էլ սպասում։ Դրանց առաջարկած մոտեցումները իսկական փորձանք են այդ սովետական տարածքի փոքր պետությունների համար, որոնք նրանք շատ կոշտ դնում են կամ մեր հետ ես կամ Ռուսաստանի դեմ ես մեր հետ ես կամ մեր հետ չես, մոտավորապես այդ սկզբունքն է։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը Եվրամիությանը դիմում ներկայացնելու արկածախնդրություն չի ունենա եւ հետեւաբար հույս ունեմ, որ այդ կոշտ երկընտրանքի պարտադրանքը հնարավոր կլինի շրջանցել։ Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին նշում է. ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է. հակառուսական գլոբալիստական պայքար մղելու շրջանակներում մանրադրամ դարձնել այն երկրներին, որոնք ՌԴ-ին բարեկամ են։ Տեսեք, այն որ Եվրամիության մեջ կան երկրների ղեկավարներ եւ առանձին չինովնիկներ, որոնք լիբերալ ֆաշիզմի
դավանողներ են, դա արդեն հայտնի փաստ է եւ նույն արևմուտքում ընդունում են, որ այդպիսի շրջանակներ կան եւ հենց արևմտյան արժեքների դեմ են պայքարում։ Օրինակ Տրամփի վարչակազմը գտնում է, որ Եվրամիության այդ չինովնիկները վնաս են տալիս արևմուտքին եւ տնտեսությանը եւ արևմտյան արժեքներին։ Եվրամիությունում կան երկրներ, որոնց ղեկավարները չեն ընդունում այդ մակրոնների, միշելների, կալասների քաղաքականությունը։ Իսկ այդ քաղաքականությունը հետեւյալն է. հակառուսական գլոբալիստական պայքար մղելու շրջանակներում մանրադրամ դարձնել այն երկրներին, որոնք Ռուսաստանին հարակից երկրներ են, օրինակ պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին, պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին մոլդովացին, վրացին, ադրբեջանցին, հայաստանցին եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ մանրադրամի դերին իր իշխանությունը պահելու համար եւ բնականաբար նրա դրսի տերերը, դրսի տեխնիկավարները պահանջում են, որպեսզի ինքը քայլեր ձեռնարկի եւ իրենց գլոբալ ֆաշիզմի, լիբերալ ֆաշիզմի շրջանակներում գործողություններ իրականացնի։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար շուշտրաբար փորձում է այսպես խուսանավել, որովհետեւ հասկանում է, որ ԵԱՏՄ-ից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններից, հենց մասնավորապես իր շրջապատն էլ գերշահույթներ է ստանում այդ հարաբերություններից, բայց մյուս կողմից էլ հասկանում է, որ իր իշխանության համար պարտական է արևմտաթուրքական շրջանակներում գլոբալ լիբերալ ֆաշիստների ներկայացուցիչներին։ Դրա համար էլ այսպես կամուկացի մեջ է, բայց նրան անընդհատ անկյուն են մղում, ասում են դու պետք է քայլեր կատարես։ Ահա այդ ամենի շրջան կալասը հանդես է եկել։ Այսպիսով, այս փուլում ընտրությունն իսկապես վճռորոշ է, խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշման, այլև տնտեսական ինքնիշխանության զարգացման շարունակության եւ ազգային շահերով առաջնորդվելու մասին է, եւ արդեն դժվար կլինի այս ընտրության հնարավոր հետևանքները վերագրել թյուրիմացություններին կամ քաղաքական անտեղյակությանը։ Ռուսաստանը պատրաստ է պաշտոնապես փաստաթղթավորել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների դեմ ագրեսիվ պլանների ժխտումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Իզվեստիան, հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։ Մենք որևէ ագրեսիվ պլան չունենք ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԵՄ անդամների դեմ, ընդգծել է նախարարը։ Լավրովի խոսքով Ռուսաստանը պատրաստ է իրավական փաստաթղթում ձևակերպել երաշխիքներ, որ մտադիր չէ հարձակվել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի վրա։ Նա հավելել է, որ դա պետք է արվի կոլեկտիվ փոխադարձ հիմունքներով։ Միևնույն ժամանակ Լավրովը ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի արձագանքել։ Ուկրաինան մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամարտության կարգավորման նոր ծրագրին կից երկու լրացուցիչ համաձայնագիր, որոնք կանրադառնան անվտանգության երաշխիքներին եւ երկրի վերակառուցմանը, հաղորդում է Bloomberg-ը։ 20 կետից բաղկացած ծրագիրը պատերազմը դադարեցնելու հիմնարար փաստաթուղթ է, հայտարարել է Զելինսկին։ Ուկրաինան նաեւ մշակել է այս ծրագրի հիման վրա առաջարկվող երկու լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կդառնան ԱՄՆ անվտանգության երաշխիքներին եւ ապագա վերակառուցմանը, հաղորդում է հրատարակությունը։ Bloomberg-ի աղբյուրների Զայն Կիևի եվրոպացի դաշնակիցները դեկտեմբերի 11-ին կքննարկեն խաղաղության բանակցությունների կարգավիճակը եւ վերջին նախագծի ծրագիրը, որը ուկրաինացի պաշտոնյաները գիշերը ուղարկել են Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման առաջընթացը կախված է կողմերից մեկի արձագանքից։ Տեսնենք ինչ կլինի։ Մենք սպասում ենք արձագանքի, նախքան առաջ շարժվել, ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ հիմա շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում։ Շատերի կարծիքով Մոսկվա եւ Կիևի միջև հակամարտության լուծումն ավելի մոտ է, քան երբևէ։ Մենք ունեցել ենք որոշ աննշան համաձայնություններ կապված մարդկանց հետ եւ կտեսնենք ինչպես դա կզարգանա, ասել է նախագահը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին կետը հանվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրից։ Այն բանից հետո, երբ Վոլոդիմիր Զելենսկին զրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները շրջանառության մեջ դրեց իր 28 կետանոց ծրագիրը Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար, այն արտահոսեց մամուլին նշված էր, որ անհրաժեշտ է պաշտպանել փոքրամասնությունների լեզուները, կրոնական ազատությունները եւ որ պետք է արգելվի նացիստական ողջ գաղափարախոսությունն ու գործունեությունը։ Եվրոպացիների հետ շփումներից հետո կետերի քանակը նվազեց եւ այն կետը, որը պահանջում էր արգելել նացիստական ողջ գաղափարախոսությունն ու գործունեությունը, վերացավ, ասել է նա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանատան կլոր սեղանի ժամանակ։
ԱՄՆ վարչակազմը քննարկում է նոր 5 պետություններից բաղկացած դաշինք ստեղծելու հնարավորությունը, որը կլինի 7-ի խմբի G7 այլընտրանքը, որին կմասնակցեն Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Հնդկաստանը եւ Ճապոնիան, հաղորդում է Պոլիտիկոն։ Դրա տեղեկություններով Վաշինգտոնում քննարկվում է թվացial անսովոր գաղափար ստեղծել նոր միավորում Core 5 անվամբ։ Defense One-ը պնդում էր, որ այս կետը ներառված է ազգային անվտանգության ռազմավարության չհրապարակված տարբերակում, որը իրենք կարողացել են վերանայել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է նոր խմբավորում ստեղծելու գաղափարը, որը չի սահմանափակվի G7-ի պահանջներով եւ պայմաններով։ C5-ի օրակարգի առաջին կետը կարող է լինել Մերձավոր Արևելքի կարգավորումը, մասնավորապես Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով 2025 թվականի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները արտաքսել է 2.5 միլիոն օտարերկրյա քաղաքացու, որոնցից 1.9 միլիոնը կամավոր լքել է երկիրը ինքնաարտաքսման ծրագրի շրջանակներում, իսկ 600,000-ը հարկադիր արտաքսվել է։ Մեր երկրից 600,000 անօրինական ներգաղթյալներ արտաքսվել են 365 օրից էլ պակաս ժամանակահատվածում։ 1.9 միլիոն անձանց հետ միասին, ովքեր կամավոր կերպով արտաքսվել են, Միացյալ Նահանգները լքած անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվը գերազանցել է 2.5 միլիոնը, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարությունը հավելել է, որ արտաքսումների գրանցած թիվը միայն սկիզբն է։ Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով մոտ 300 մարդ, այդ թվում հոգևորականներ, ակտիվիստներ եւ հատուկ նշանակության զորքերի մարտիկներ հավաքվել էին հայկական նրբանցքի շենքի մոտ։ Ցուցարարները հակասահմանադրական են անվանել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հոգևորականներին եւ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են կալանավորված սրբազանների նկարներով պաստառներ։ Հավաքվածները կոչ են արել Ռուսաստանը բնակայերին համախմբվել է վամուր կանգնել եկեղեցու եւ հայրապետի կողքին։ Միքայել Սրբազանին թույլատրել են տեղափոխել Իզմիլյան հիվանդանոց բժշկական համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նշել է Միքայել Սրբազանի փաստաբան Նարինե Ֆարմանյանը։ Ավելի վաղ պաշտպանները հայտնել էին, որ Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի եւ ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի Իզմիլյան հիվանդանոցում։ Նոա լիգա խաղն UEFA-ի կողմից նշանակվել է եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45-ին, իսկ Երևանի ժամանակով 21:45-ին։ Այդ իսկ պատճառով հանրապետական մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները 7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74 եւ 99 երթուղիները կաշխատեն մինչև ժամը 00:15։ Ակումբից հայտում են, որ այսօր հանրապետական մարզադաշտի մուտքը կգործի միայն Վարդանանց փողոցի կողմից։ Գերմանիայի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը։ Նա նշել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։ Հայաստանի Հանրապետության վարչապետն այս առնչությամբ հավելյալ մանրամասներ չի ներկայացել, սակայն նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։ Այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ, ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համլետ Հարությունյանը նշանակվել է արտարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի առաջին մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի համապատասխան որոշման հավելվածի 122-րդ եւ 128-րդ կետերը Համլետ Հարությունյանի նշանակել արտարադատության նախարարության գլխավոր քարտուղար, ասված է որոշման մեջ։ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Հայտարարվել է 100,000 բնակչի հնարավոր տարհանման մասին, հայտարարել է նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը։ Ես հենց նոր ստորագրեցի նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին ի պատասխան այս շաբաթ մեր նահանգը պատուհասած ավերիչ ջրհեղեղի, ասել է նահանգապետ X-ում։ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ արտակարգ դրության հայտարարումը կօգնի դաշնային բյուջեից միջոցներ ապահովել առաջիկա ծախսերը հոգալու եւ նահանգում անվտանգությունն ապահովելու համար։
Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ժամանակ զոհվել է 3 քաղաքացիական անձ եւ 9 թայլանդցի զինվոր, իսկ ավելի քան 120 մարդ վիրավորվել է, հաղորդում է Thai PBS-ը, հղումը անելով զինվորական պաշտոնյաներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 8 զինվորի մահվան մասին։ Թայլանդի զինվորականները հաստատել են 3 քաղաքացիական անձանց եւ 9 զինվորների մահը, ավելի քան 120 մարդ վիրավորվել է, հաղորդել է Thai PBS-ը։ Վերջին տվյալներով Կամբոջան կորցրել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում 1 երեխա, իսկ առնվազն 60 մարդ վիրավորվել է։ Մարտերի պատճառով Թայլանդի սահմանամերձ նահանգների մոտավորապես 400,000 բնակիչ տարհանվել է, մինչդեռ ավելի քան 190,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Կամբոջայում։ Նոյեմբերին Կիև կատարած այցի ժամանակ, որը նպատակ ուներ քննարկելու ամերիկյան կարգավորման ծրագիրը, ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինային ապահովել երաշխավորված անվտանգությամբ եւ ստեղծել ամենաբարձր տեխնոլոգիական ապառազմականացված գոտի, եթե ուկրաինական կողմը դուրս բերի իր զորքերը Դոնբասից եւ համաձայնի այնտեղ ապառազմականացված բուֆերային գոտու ստեղծմանը, գրում է Financial Times-ը հղում անելով հանդիպմանը ներկա եվրոպացի դեսպաններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դրիսկոլին ուղարկել է Ուկրաինա Կիևին կարգավորման ամերիկյան ծրագիրը ներկայացնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Կորտեսը X սոցիալական ցանցում կոչ է արել Վաշինգտոնին ստիպել Վոլոդիմիր Զելենսկուն դադարեցնել ուկրաինական հակամարտությունը եւ կազմակերպել ընտրություններ։ Զելենսկին լիովին կոռուպացված է, ԱՄՆ պետք է ստիպի նրան դադարեցնել պայքարը եւ նախագահական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, պահանջել է նա։ Երեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ ուկրաինացիներն իրավունք ունեն ընտրել իրենց առաջնորդներին եւ որ հիմա ժամանակն է դա անելու։ Նա մեղադրեց իշխանություններին ռազմական դրությունը որպես պատրվակ օգտագործելու մեջ քվեարկությունից խուսափելու համար։ Փետրվարին նա Զելենսկուն անվանեց բռնապետ առանց ընտրությունների, պնդելով, որ իր վարկանիշը նվազել է մինչև 4%։ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ չի պլանավորում մասնակցել Ուկրաինայում կայանալիք հնարավոր նախագահական ընտրություններին։ Կուլեբան, որը համարվում է Զելենսկու հնարավոր իրավահաջորդներից մեկը, նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է վերագործարկում եւ որ նախագահական ընտրությունները կանցկացվեն հրադադարի կնքումից անմիջապես հետո։ Ես հեռու եմ մնում քաղաքականությունից։ Ես չեմ զգում անհրաժեշտություն հիմա առաջադրվելու Ուկրաինայի հնարավոր նախագահական ընտրություններում, բայց ես երբեք չեմ հրաժարվել օգնել այն երկրին, որը սիրում եմ, ասել է Կուլեբան ավստրալական Nightly հրատարակությանը տրված հարցազրույցում, չբացառելով իր մասնակցությունը հնարավոր ընտրություններին։ Դանիական ռազմական հետախուզությունը կասկածի տակ է դրել ԱՄՆ դերը Եվրոպայի անվտանգության ապահովման գործում եւ բացահայտել է Վաշինգտոնից եկող հնարավոր սպառնալիք, ասվում է Ծառայության տարեկան զեկույցում։ Միացյալ Նահանգները տնտեսական ուժն օգտագործում է բարձր մաքսատուրքերի սպառնալիքների տեսքով իր կամքը պարտադրելու համար եւ այլևս չի բացառում ռազմական ուժի կիրառումը, նույնիսկ դաշնակիցների դեմ անորոշություն կա Միացյալ Նահանգների որպես եվրոպական անվտանգության երաշխավորի դերի վերաբերյալ, ասվում է զեկույցում։ Գործակալությունը նաեւ նշել է Արկտիկայում աճող մրցակցությունը, մասնավորապես Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության պատճառով։ Այս ուշադրությունը մեծացնում է լրտեսության եւ Դանիայի թագավորության բոլոր մասերի վրա հետագա ազդեցություն ունենալու փորձերի սպառնալիքը, նշել է երկրի հետախուզական գործակալությունը։ Փաշինյանը չի կարող Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը լինել, դա արցախցու իրավունքն է, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնալ, թե չվերադառնալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Պատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում իրավունքները վաճառքի է հանում եւ երկրորդը հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի միջև, որտեղ որևէ եզր չկա, այսպես ասեմ, ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ իրավական հիմքերի առումով։ Ճիշտ թե շատ կարող է քննարկելի լինել, համադրելի լինել ադրբեջանահայության վերադարձը եւ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձը, բայց քիչ թե շատ, որովհետեւ ադրբեջանահայությունը բռնի գաղթել է ցեղասպանական քաղաքականության հետևանքով, Հայաստանի ադրբեջանցիները հանգիստ առանց որևէ բռնության, առանց որևէ սպառնալիքի իրենց կամքով հեռացել են Հայաստան։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևան պարկում կառուցած ապօրինի շինությունները կքանդվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստին զեկուցել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ մանրամասներ ներկայացրել։ Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Բնականաբար հայտնի գույքեր են, մեկը Հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձի, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյանի նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվել, այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Խուզարկություն իրականացրել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչության աշխատակիցները։ Քննչական կոմիտեից պարզաբանել են, թե քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրեջք կատարել Մոսկվայում։ Փակոթային տարածքի պատճառով եւ ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին հայտնել է բազան։ Նշվում է, որ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը գրեթե 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով, սպասելով վայրեջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը ի վերջո ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո միջազգային օդանավակայանը, որտեղ վայրեջք է կատարել մոտավորապես ժամը 1-ին։ Վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո պետք է մեկներ Մոսկվա, որտեղ պատրաստվում է մասնակցել Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Հայ-թուրքական սահման գոյություն չունի, կա Հայաստան-Թուրքիա սահման Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել, որովհետեւ նրա խոսքով նաեւ խաղաղության խաչմերուկի եւ թրիփ նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում, ավտոտրանսպորտային կապի հաստատում, նոր խողովակաշարերի հնարավորություն, նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը եւ նշել. Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է գրված է Ղարաբաղի հայեր։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին հաջորդած օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է եւ ես ուզում եմ հիմա բաց հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ ասել եմ, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Մյուս կողմից Ադրբեջանն անընդհատ օգտագործում է արևմտյան Ադրբեջան անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որտեղ հասնի։ Ես ասում եմ, եկեք նստենք ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան եւ այո, եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրացվի, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին 13-ի ցերեկը, 14-ից 15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 12-ից 14-ը Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում
սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 13-ին 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ից 16-ը գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, ցերեկը 1-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ին 13-ից 3-ը 14-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 12-ից 13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։